ասեք, որ թվականին եք զրկվել։ 2024 թվականի մայիսի 16։ Ինչի համար եք զրկվել։ Մի քանի բաժակ խմած եմ եղել, հենց որ տուն էի հասնում, սկի ինձ չեներ կայնացրել։ Ես ճանապարհով հետում եկել եմ ինձ խփել։ Ես խփել եմ տեղից էլ արդեն ապավաղ կանչել եք բարեկներն ելեկել, ստուդիա տեսել խմած միանգամից եկել։ Դե ես չեմ իմանում, դե ինչ որ քանակ կա 4-7-4-8-ի ժամանակ, հետի 29000 տուգան կա։ Էիմս 5-8 ա եղել, դե ըստ օրենքի համար պետք է 10 իշտ։ Ողջույն 10-ը չեն լի չէ, 8% են, չէ 5 դրել զիրկել։ 2000, բայց ասեցին 2020-ից 26 թվականների զիջումներ կան։ Հա, արցախցիներին չի։ Ասե արցախցիները որ չի վերաբերում, թե թող արցախցիները գնան փոստի։ Դե հա, դեր կա շատ բաներ կա, բարահիմա վրա։ Բազաները աշխատում է, նույն Արցախում ստացած վարորդական իրավունքը ժամկետը որ ավարտում է, խաչիկարը մենք ասենք բազարամուց են նույն վերականում են, փոխել։ Ռուսաստանի վարորդականը մարդիկ ռուսական վարորդականը վեր եմ տալի հայկականի հետ փոխել։ Նես բանակ ավտո երկրորդ սորտ են նայեն էլի։ Դե եթե օրենք հա օրենքը պետք է սաղին վերա։ Դուք հենց Արցախում եք զրկվել, Երևանում եք զրկվել։ Հա, չարբար, Շիրակի փողոցում։ Դες չեմ նկարի, եկեք բայց այստեղ հա լսում։ Եկեք ձեր դեմքը չեմ, դուք ինչի համար եք զրկվել։ Մի քիչ ոտեկեք որ լսեմ։ Բարձրացել եմ Շուշիի 22 թվին։ Մեր շակալ միլիցեքը բռնել են, ազգաշուշին հայկական չի ուր ես գնում։ Ես գնալիս եմ վերել բռնել են տպել զրկել 2 տարով։ Հիմա ես տե եկել եմ, համ փոստ եմ գնում, ամեն ինչ անում եմ, բայց բարավակ չունեմ, չեն թող։ Այսինքն մեքենան քշելը փոստ եք գնում, թե ուրիշն է քշում։ Մեքենա քշում եմ, փոստը գնալիս եմ, հենց եմ քշում, ամեն ձևի քշում եմ, ստեղի միլիցեքը։ Առանց վարորդական վկայականի։ Առանց վարորդական, հա։ Քշում եմ, բայց ինչ անեմ։ Դա է, մերս Եվան սիրտանաց, բարձր 200,000, պահող չկա մենակ ես եմ, ինչ անեմ։